Հարգելի դիտողներ, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմեք լայք և բաժանորդագրվեք մեր ալիքին։ Եթե որևէ մեկն ինձ սիրահարվում էր, ծնողներն ասում էին ամուսնացած բաժանված է, երեխա ունի, Մարիամ Դավթյան։ Իրար շատ էինք սիրում, բայց կենցաղը և փոքրիկ տարիքում ինքնուրույն չլինելն իմ կարծիքով պատճառ դարձավ մենք չկարողացանք միասին ապրել։ Եթե ավելի մեծ տարիքում լինեինք ու ավելի ինքնուրույն, միգուցե կարողանայինք պահպանել մեր ընտանիքը։ Դժվար էր բաժանվելը, բայց այդ սերը, որն ինձ ամուր պահում էր, նույնիսկ դեմ էի գնացել իր ընտանիքին, այլևս չկար։ Բարդություններ կար, ավելի շատ դստերս հետ, որովհետև նա բացարձակ չէր ուզում ընդունել, որ մենք բաժանվել ենք, լացում էր, շատ ծանր էր տանում, փորձում էր այնպես անել, որ մենք միանանք։ Իմ նախկին ամուսինն ունի ընտանիք, 3 երեխա, 2 դուստր, 1 տղա։ Տղան երբ եկավ Հայաստան, մեզ հյուր եկավ։ Հետո այնպես ստացվեց, որ նախկին ամուսինս ու դուստրս միևնույն ժամանակ եկան Հայաստան, ու մենք հանդիպեցինք տարիներ անց, շատ հուզիչ էր։ Հիմա շատ լավ հարաբերություններ ունենք, շփվում ենք, հանդիպում ենք։ Ես փոշմանում եմ, որ իմ անձնական կյանքը չի դասավորվել այնպես, ինչպես պետք է դասավորվեր։ Անընդհատ ինքս ինձ արդարացումներ էի փնտրում։ Ասում էի ինձ պետք չէ ընտանիք, բայց իրականում ոնց կարող է մարդ չուզենալ, որ իր կողքին լինի կողակից։ Եթե որևէ մեկն ինձ սիրահարվում էր, ծնողներն ասում էին՝ ոնց, ամուսնացած բաժանված է, երեխա ունի։ Միանգամից այդ զրույցները տեղի են ունենում, որ պետք չէ։ Ինչ-որ տեղ հասկանում եմ, որովհետև եթե ես տղա ունենայի և այդ տարիքում ցանկանար ամուսնանալ ամուսնալուծված կնոջ հետ, չգիտեմ իմ արձագանքն ինչպիսին կլիներ։ Բարդությունները դրա մեջ էր, չէր ստացվում ինձ մոտ ամուսնանալ մեկի հետ, ով ինձ սիրում էր ու ես էլ համակրում էի, որովհետև կային խոչընդոտներ։ Կյանքի ուղիներով հաղորդման շրջանակներում խոսելով ամուսնալուծության ու անձնական կյանքի մասին անկեղծացել է դերասանուհի Մարիամ Դավթյանը։